Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Բհագավադ Գիտան եւ այս պահին արդեն սկսել ենք 5-րդ գլուխը։ Մենք քննարկեցինք սկզբնական տեքստը, երբ որ Արգջունան ինքը ընդհատեց Շրի Կրիշնային եւ հարց տվեց, որ դու նկարագրեցիր այսպես կոչված ինքնուրույն հրաժարման ճանապարհը, հետո նկարագրեցիր նվիրված ծառայության ճանապարհը, երբ որ կենդանիակը ինքը կատարում է Գերագույն Աստծո ազնվորության կամքը, եւ երկուսն էլ նկարագրեցիր որպես տրանսցենդենտալ ճանապարհներ, այսինքն նյութական աշխարհից դուրս բերող։ Կասես իմ համար որն է ավելի լավը։ Եվ Տեր Շրի Կրիշնան ինքը սկսեց իհարկե խոսակցությունը նրանից, որ սկսեց քննարկել ընդհանուր դրույթները։ Անցյալ տեքստում ինքը արտահայտեց հետևյալ միտքը, ես հայերեն տեքստը բացեմ, նա ով չի ատում իր աշխատանքի պտուղները, սակայն նաև չի ձգտում դրանց, համարվում է աշխարհից մշտապես հրաժարված կերպով ապրող։ Հաղթահարելով երկակիության ազդեցությունը, նման մարդը հեշտությամբ ազատվում է նյութական գոյության ստրկությունից ու հաղթաբազուկ Արգջունա։ Եվ ուրեմն ինչպես տեսնում ենք, Տեր Շրի Կրիշնան ինքը նորից եւ նորից մշտական վերադառնում է այդ թեմային, որ կենդանի էակի համար կարևոր է պարտականությունները։ Մենք ձեզ հետ քննարկել ենք, որ պարտականությունների կատարումը դա իդեալական ձևն է փակել այսպես կոչված կարմիկ պարտքերը։ Այսինքն, բոլոր այն ազնվորությունները, որոնց շրջապատում մենք ծնվում ենք, իրենք բոլորը իրականում այն ազնվորություններն են, որոնց մենք կամ պարտք ենք մնացել, կամ հակառակը վաստակել ենք երջանկություն իրանց հետ վայելելու։ Եվ դա տեղի է ունեցել կյանքեր շարունակ։ Այնպես չի, որ ասենք այս կյանքում մենք հանդիպում ենք միայն նրանց, ում հետ գործ ենք ունեցել անցյալ կյանքում։ Դա կարող է լինել կապեր, որոնք ձևավորվել են 5 կյանք առաջ, 10 կյանք առաջ եւ այլն։ Եվ երբ որ մենք հանդիպում ենք այդպիսի կենդանիակներին, պետք է հասկանանք, որ եթե կենդանիակը իր հետ մեր կյանք բերեց երջանկություն, դա նշանակում է, որ այդ կենդանիակի հետ կամ այդ թեմայով, որով որ ինքը մեր կյանք բերել է հաջողություն, մենք ունենք բարեպաշտության պաշար։ Ունենք բարեպաշտության պաշար եւ այդտեղ կարող ենք հանգիստ առանց ոչ մի ուրեմն անհանգստությունների կարող ենք վայելել մեր կյանքի այն ուղղությունը, որտեղ որ այդ կենդանիակները բերել են ինչ-որ մի հաջողություն, երջանկություն, դրական ինչ-որ մի բան։ Երբ որ մենք հանդիպում ենք ազնվորությունների, որոնց հետ մենք կապված ենք ճակատագրով, դրանք են իծնե կապերը, որ ընտանիքում եմ ես ծնվել, ընտանիքի անդամները, որ ցեղում եմ ծնվել, ցեղի անդամները, որ ազգի մեջ եմ ծնվել եւ որպես այդ ազգի ներկայացուցիչ, որ պետությանը։ Եվ ուրեմն համապատասխան, չէ, կարողանում ենք տեսնել, որ մարդը ինքը կարողանում է հասկանալ, որ եթե այդտեղ ինքը ինչ-որ խնդիրներ ունի, լարված հարաբերություններ ունի, դա այն հիմա կամ պատիժն է, որը ինքը պիտի կրի, ի պատասխան այն ցավի, որ երբևիցե պատճառել է այդ կենդանիակին, կամ դասերն են, որը ինքը պետք է քաղի։ Այսինքն, ինչ-որ մի իրադրություն է տրվում կենդանիակին, որպեսզի ինքը այդ իրադրության մեջով անցնելով ունենա առաջ զարգացում։ Զարգացումը ինքը միշտ նպաստում է նրան, այսինքն այդ իրադրությունները իրանք միշտ նպաստում են նրան, որպեսզի կենդանի էակը իր մաշկի վրա զգա, թե ինչպիսի արատավոր արարքները ինչ տառապանք են պատճառում կենդանի էակին։ Ինչի համար է դա պետք։ Դա պետք է նրա համար, որպեսզի կենդանիակը ինքը
գա այդ պարզ մտքին։ Ես այս տառապանքը այլևս ոչ մեկին չեմ պատճառի։ Թեկուզ մենք պետք է հասկանանք, որ երբ որ այդ փորձություն չէ, այդ դասը մեզ տրվում է, մենք միևնույնն է, պահպանում ենք վերաբերվելու ազատությունը։ Այսինքն մենք կուզենանք դաս քաղել եւ աճել, թե վրեժխնդրությամբ լցվել եւ հետընթաց ունենալ, դա կենդանիակի ազատ ընտրությունն է։ Միշտ պետք է հիշենք մի գործոն։ Գերագույն Աստծո անձնավորությունը կենդանիակին փորձը է ավելացնում, իմաստությունն է ավելացնում, տառապանքի միջոցով, եթե կենդանիակը սովորություն չունի աճի գիտելիքի շնորհիվ։ Եթե անձնավորությունը ինքը հակում ունի ուսումնասիրել գիտելիքը եւ գիտելիքի միջոցով հասնել ինչ-որ կարևոր բաների, արդյունքների, ապա ուղղակի հակառակն է տեղի ունենում։ Գերագույն Աստծո անձնավորությունը այդ ժամանակ ինքը այսպես բանի մեջ է վերցնում, բառնիկ, չեմ հիմա խոսքը չեմ կարողանում հիշեմ, բառնիկ բառը կարծում եմ բոլորդ հասկանում եք։ Այսպես պառնիկի մեջ է վերցնում կենդանիակին, կոպիտ ասած թույլ չի տալի, որ փոշին անգամ իր վրա նստի, էլի ինչ-որ մեկը բան անհանգստություն պատճառի դրա համար ընդհանրապես խոսք չի գնում, որովհետև դա արդեն կենդանիակ է, որը ինքը բանականության հաշվին, հասկացողության հաշվին, գիտելիքը ուսումնասիրելու հաշվին է զարգանում։ Ազնվորությունը, երբ որ արհամարում է գիտելիքը, ինքը ստիպված է լինում անցնել փորձ, բայց Գերագույն Աստծո անձնավորությունը միշտ սկզբում տալիս է խոսքը, այսինքն ինքը միշտ սկզբում գալիս է որպես գիտելիք, հա? Եվ եթե կենդանիակը ինքը ուշադիր է լինում այդ գիտելիքի հանդեպ, ընդունում է այդ գիտելիքը, մտածում է գիտելիքի շուրջ, ընդունում է այն, ինչ որ հասկացել է, եւ դրա հաշվին առաջընթաց է ունենում, ապա փորձի կարիք չի լինում։ Եթե կենդանիակը ինքը արհամարում է գիտելիքը, դա միանգամից, այսպես միանգամից, ուրիշ ոչ մի անալիզ պետք չի անել։ Եթե կենդանիակը ինքը արհամարեց գիտելիքը, մենք արդեն ամենաշապես պիտի հասկանանք, որ ինքը փորձ ունի անցնելու։ Եվ ամենացավալին նա է, որ եթե գիտելիքը ուսումնասիրելուց ինքը գիտելիքը ոչ մի հնարավորություն չի թողնում, որպեսզի կենդանիակը ինքը, այսպես էլ ինչ-որ մի բան չհասկանա, հա, ապա փորձը միշտ չի, որ կենդանիակը կարողանում է ճիշտ ընկալել եւ ճիշտ հասկանալ, թե ինչու համար էր իրան այս ամենը տրված։ Հիմա, եւ ուրեմն այս տեսանկյունից, չէ, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը խոսում է նրա մասին, որ այո, իհարկե գոյություն ունի երկու ճանապարհ։ Մեկը կենդանիակը ինքը դուրս է գալիս նյութական աշխարհից, հենված իր սեփական հնարավորությունների վրա։ Մյուսը ինքը օգտվում է Գերագույն Աստծո անձնավորության օգնությունից։ Մենք տեսած քննարկեցինք 4-րդ գլխի շրջանակներում, չէ, որ երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը աջակցում է կենդանիակին, այդ ճանապարհին կենդանիակը փաստացի երբեք մենակ չի։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հմտորեն խրախուսում է կենդանիակին, հա, եւ այդ խրախուսանքը ինքը արտահայտվում է որպես ներքին բավարարվածություն, ներքին երջանիկ վիճակ, հասկանում եք, հա, այսինքն անձնավորությունը ինքը, երբ որ հաստատվում է ճիշտ պահվածքի մեջ, չէ, Գերագույն Աստծո անձնավորությունը գոհ է մնում իրանից, եւ այդ գոհությունը ինքը չէ որ նստած է սրտի մեջ, չէ որպես գերհոգի, դրա համար երբ որ ինքը գոհ է մնում, ինքը իր ներսից, ոնց որ այդ կենդանիակի ներսից իր սրտի ամբողջ մութ բաները այսպես ծրում է, եւ կենդանիակը ինքը հաստատվում է թեթևության մեջ, հաստատվում է ուրախության մեջ, հա, ունենում է այն վիճակները, որոնք իրանք կոչվում են ներքին երջանկություն։
որը բխում է Գերագույն Աստծո անձնավորության գոհունակությունից։ Դա է պատճառը, որ կենդանի էակը, երբ որ ինքը զբաղվում է հոգևոր կյանքով, պետք է միշտ շատ ուշադիր լինի, թե ինչ է զգում ինքը իր ներսում։ Եվ դա այդպես չի, որ նյութական իրադրությունները չեն կարող իրեն տխրեցնել։ Կարող են տխրեցնել, կարող են նույնիսկ բերել միջև հուսահատության եւ այլն, բայց այն ոնց ասեմ, էլի այն ամենավերջի զգացմունքը դա բավարարվածությունն է, դա ներքին երջանկությունն է, որը կարելի է արտահայտել նաև այս խոսքերով, որ եթե կենդանիակը, եթե Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը գոհ է մնում կենդանի էակով, կենդանի էակը ինքը իրանով մնում է գոհ։ Հասկանում եք, եւ այդ զգացումը ինքը երբեք չի անցնում։ Եվ այո, իհարկե, կենդանիակները իրենք հիմնականում միշտ հատկապես կրքերի եւ տգիտության գոյավիճակի ազդեցության տակ միշտ ձգտում են գնահատված լինել ուրիշների կողմից։ Ինչու՞։ Որովհետեւ իրանք ուրիշների հետ են կապում իրենց երջանկությունը։ Հասկանում եք, եւ բավարարվածությունը ինքը այդպես էլ չի գալիս, որովհետեւ եթե մենք գործ ունենք տգիտության եւ կրքերի գոյավիճակի մեջ գտնվող կենդանիակների հետ, ապա իրենք մեծամասամբ զբաղված են միայն սեփական երջանկությունը իրականացնելու գործընթացներով եւ այնտեղ խոսակցություն չի գնում ոչ, ասենք, նրա մասին, որ իրենք կարողանան հասկանան, թե մենք որտեղ ինչը ճիշտ արեցինք, իրենց համար ճիշտը դա միայն նա է, ինչ որ բավարարում է իրենց զգայարանները։ Եվ դրա համար այդտեղ ներքին գոհունակությունը ինքը չի տեղի ունենում, կամ եթե նույնիսկ տեղի է ունենում, լինում է խիստ ժամանակավոր։ Հիմա եւ մենք անցյալ անգամ հենց դա քննարկեցինք, որ պերսոնալիստները, որոնք իրենք առաջ են գնում կամ դուրս են գալիս նյութական աշխարհից հենված Գերագույն Աստծո ազնվորության վրա, իսկ նրա վրա հենվելը դա նշանակում է նրան ինչ-որ նվիրված ծառայություն կատարել, երբ որ մենք ասում ենք նվիրված ծառայություն, դա չի նշանակում, որ մենք իր վրայից փոշիներն ենք հավաքում կամ նրա ստրուկն ենք։ Լսել Աստծո մասին, գովերքել, կրկնել Աստծո մասին գիտելիքը, հիշել այդ գիտելիքի հիմքի վրա ձևավորվել վերաբերմունք Աստծո հանդեպ եւ այդ վերաբերմունքի շնորհիվ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը դուրս է գալիս կոնտակտի կենդանի էակի հետ եւ այո, կատարում է այնպիսի արարքներ, որպեսզի կենդանի էակը ինքը դրական վերաբերմունք ունենա Աստծո հանդեպ։ Եվ այստեղ իրականանում է ամենակարևոր բանը։ Կենդանի էակը սկսում է հասկանալ, որ Գերագույն Աստծո ազնվորությունը իրականում իր բարյացակամ, իր բարին կամեցող կենդանի էակ է, եւ որ մնացած բոլոր տառապանքները, որ ինքը առաջ մտածում էր, որ դա Գերագույն Աստծո ազնվորության կամքն է, դա ընդամենը նյութական աշխարհում ապրող էգոիստ, անարդար, դաժան, նախանձ կենդանի էակների կամքն էր եւ ուրիշ ոչինչ։ Այստեղ հարց է առաջանում, թե իսկ ինչու է Գերագույն Աստծո ազնվորությունը դա թույլ տալիս, եւ պատասխանը կանում է նրանում, որ նյութական աշխարհ գալիս են այդպիսի կենդանի էակներ։ Եվ եթե մենք հայտնվել ենք նյութական աշխարհում, եթե նույնիսկ այս պահին մենք հոգևոր մարդիկ ենք եւ արդեն փորձում ենք խույս տալ այդ երևույթներից, դա միևնույնն է, մեզ չի արդարացնում։ Մենք եղել ենք, եթե նույնիսկ հիմա չկանք, մենք եղել ենք այն ազնվորությունները, որոնք նախանձի, թշնամանքի, մրցակցության տրամադրություններով ուրիշ կենդանի էակների հանդեպ եկել են նյութական աշխարհ։ Հասկանում եք։ Եվ ուրեմն արդարացում չկա։ Գերագույն Աստծո անձնավորությունը շարունակում է բացատրություններ տալ Աջունային, եւ ուրեմն Բհագավադ Գիտա 5-րդ գլուխ 4-րդ տեքստ։ Միայն տգետներն են կարծում, որ Տիրոջը նվիրված ծառայելու ճանապարհը կամ կարմա յոգան տարբերվում է նյութական աշխարհի անալիտիկ ուսումնասիրությունից, սանքյայից։ Իրական իմաստունները պնդում են, որ ամբողջությամբ գնալով այս ճանապարհներից որևիցե մեկով երկուսի արդյունքն էլ ձեռք է բերվում։
Եվ ուրեմն այստեղ Տեր-Քրիստոն ինքը հայտարարեց մի շատ կարևոր սկզբունք։ Երբ որ կենդանի էակը ինքը առաջընթաց է ունենում իր սեփական բանականության հիմքի վրա, ինքը այդտեղ Աստծուն որպես գործոն իր ճանապարհի մեջ ընդհանրապես չի ընկալում։ Ինքը հենված է իր սեփական հնարավորությունների վրա, հա, աշխատում է այդ հնարավորությունների հիմքի վրա զարգացնել հասկացողություն, դրա հիմքի վրա զարգացնել հրաժարում եւ ինքը գիտակցում է մի շատ կարևոր բան, որ որպեսզի նյութական աշխարհը դադարի իր վրա ազդելուց, ինքը պետք է կանգնացնի ժամանակը, որովհետեւ նյութական աշխարհի ազդեցությունը դա հենց ժամանակի ազդեցությունն է։ Արեցիներն իրենք ասում են, իսկ ինչ է պետք, որպեսզի ժամանակը կանգնի, պետք է որպեսզի կենդանի էակը չողբա անցյալի մասին, չունենա նյութական ցանկություններ ներկայում եւ հետեւաբար չպլանավորի ապագան, իր նյութական աշխարհում իր ապագան։ Ուրեմն տեսեք, ստացվում է, որ երբ որ մարդը ինքը գնում է սաքյայի կամ իմաստություն զարգացնելու ճանապարհով, առաջի փուլում ինքը պետք է մշակի իր մեջ, հա, անցյալը։ Եվ մշակի այդ անցյալը այնպես, որ իր մեջ չմնա ոչ մի ողբ, ոչ մի ափսոսանք, հա, այսինքն ոչ մի յակր խարիսխ, հա, ոչ մի խարիսխ գծված չլինի, հասկանում եք, անցյալում, որտեղ միտքը ինքը հա գնում է դեպի անցյալ, որտեղ մենք պետք է հասկանանք, որ եթե ինչ-որ իրավիճակներ մենք մշտական մեր մտքում պահում ենք անցյալում, դա նշանակում է, որ մեր կյանքի էներգիան ինքը գնում է անցյալ։ Այսինքն այնտեղ է մնացել, մեր ինչ-որ մի շատ կարևոր մաս այնտեղ է մնացել։ Եվ ճիշտ մտորումներ կատարել, ճիշտ գնահատական կատարել անցյալի շուրջ, դա նշանակում է վերադարձնել քո այն մասը, որը մնացել է անցյալում։ Դա սովորաբար արտահայտվում է նրանով, որ միտքը ինքը դադարում է գնալ դեպի անցյալ։ Լինի դա ողբով, թե դրական հիշողություններով կապ չունի։ Ինքը դադարում է, որտեղ եթե օրինակ ասենք նույնիսկ փորձը ինքը լավն էր։ Եվ օրինակ մարդ, որին մենք շատ սիրում էինք օրինակի համար, շատ լավ հարաբերություններ ունեինք, չէ՞, եւ ինքը մահացավ։ Հա? Եվ մենք մշտական այդտեղ ենք, որ ինչ ափսոս էր, հիմա եթե այդ մարդը այստեղ լիներ, այս պահին ես այսպես երջանիկ կլինեի, այս պահին այսպես երջանիկ կլինեի, բայց որովհետև ինքը հիմա չկա։ Հա, տեսեք, ես մի անգամից ասեցի, չէ, ինչ լավ կլիներ, որ գնացի դեպի նյութական ապագա։ Հասկանում եք, եւ ուրեմն եւ դրական հիշողություններով, եւ բացասական հիշողություններով, որոնք իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել անցյալում, եթե կենդանիակը ողբով կամ ափսոսանքով գտնվում է անցյալում, ինքը նույնպես սնուցում է նյութական ապագան։ Եվ ուրեմն մտորումների ճանապարհով գնացողը առաջի հերթին պետք է մտածի իր անցյալը այնպես վերամշակի իր մեջ, որպեսզի ինքը ֆիքսի, որ իր միտքը այլևս երբեք անցյալ չի գնում։ Հիմա ո՞րն է մնում։ Մնում է ներկան։ Այսինքն մենք կարող ենք ապագան պլանավորել անցյալով եւ ներկայով։ Եթե մենք անցյալի իրադարձությունները ճիշտ ենք մշակել, ապա միտքը այլևս այդտեղ չի վերադառնում։ Սա է սիմպտոմը, որով մենք կարողանում ենք հասկանալ, մենք ճիշտ ենք մշակել, թե ոչ։ Եթե միտքը ինքը դեռ շարունակում է մեկ-մեկ վերադառնալ, դա նշանակում է, որ ինչ-որ բան բաց ենք թողել։ Այսինքն այդ անցյալը դեռ մեր մեջ վերջնական մշակված չի, ու պետք է նորից վերադառնալ։ Հիմա, սիրելիներս, եւ հաջորդ քայլով, չէ՞,
Մենք ունենք այդպիսի իրադրություն, որ հիմա մնաց ներկան։ Եվ մենք տեսնում ենք, որ հրաժարվածների դասը ինքը հեռանում է բնության մեջ։ Ապրում են անտառներում, սարերում եւ այլն։ Ինչու համար են իրանք հեռանում։ Որպեսզի խուսափեն ներկայից, որպեսզի իրենց զգայական վայելքի համար համապատասխան օբյեկտներ չլինեն, չէ՞, եւ այդ որ չլինեն, ինքը ոչ էլ պլանավորի կամ ցանկություններ զարգացնի բանը ներկայում։ Ճիշտ է, այստեղ մենք կարող ենք ասել, որ դերեք եղանակը տատանվում է, ճնշումս տատանվում է։ Հա, այստեղ մենք կարող ենք ասել ուրեմն, չէ, որ կենդանիակը ինքը արդեն եթե նույնիսկ նստած է բնության մեջ եւ ներկայում կյանք չունի, որը կարող է իրան անհանգստացնել, այսինքն ստիպել, որ ինքը ինչ որ ցանկություններ ձևավորի, չէ, ապա միևնույնն է, մենք կարող ենք տեսնել, որ հիշողությունը կարող է ինչ որ օբյեկտներ դուրս բերել։ Այ օրինակ, ինքը կարող է նստած անտառում փոխարեն մտորի կյանքի իմաստի մասին, հանկարծ հիշի, թե ինչքան հարմարավետ էր, երբ որ ինքը ապրում էր տանը։ Եվ եթե ինքը հիմա լիներ իր տանը, իր մայրը կամ իր կինը կամ իր քույրը իր համար համեղ ուտեստներ կպատրաստեին, իսկ դրա փոխարեն ինքը հիմա նստած է անտառում եւ մրսում է։ Օրինակ, ինքը ինչ արեց։ Ինքը պլանավորեց ապագա, հա, որ ես այլևս երբեք չեմ ուզում լինել հրաժարվածի դասում, ինչքան լավ կլիներ, եթե ես հիմա լինեի մորս կամ կնոջս կամ քրոջս կամ աղջկաս հավանավորության տակ, իրանք իմ մասին հոգ կտանեին, համով ուտելիքներ կպատրաստեին, կհագցնեին, կկապցնեին, հա, հասկանում եք, ինքը գնաց դեպի նյութական ապագա, այսինքն իր ներքին հիշողությունն էլ կարող է, հա, բայց այդ դրա համար է, որ երբ որ ներքին հիշողությունն է ինչ-որ բաներ դուրս բերում, չէ, այդտեղ է, որ կարևոր է բանականության որակը, այսինքն բանականությունը ինքը անմիջապես դա կոպիտ ասած խեղդում է հետ, որ չհամարձակվեց նույնիսկ պրինցիպալ ասես, որտեղ նյութական գոյությունը ինքը ժամանակավոր է, այսինքն հոգևոր, այդտեղ շատ կարևոր է, որպեսզի կենդանիակը ինքը հասկացած լինի հոգևոր ճշմարտությունները, հասկանում եք, եւ այսինքն շատ կարևոր է, որպեսզի կենդանիակը ինքը այդտեղ հասկանա, որ ինչպես ես միշտ ասում եմ, դա բանաձև է, որ նյութական, ժամանակավոր նյութական գոյությունը հավերժ հոգու համար ավելորդություն է։ Եվ սա է պետք, այս հիմքն է պետք, որպեսզի կենդանիակը ինքը կարողանա մնա հրաժարվածի դիրքում։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այդ հրաժարվածի գաղափարը ինքը այսպես արիացիների մոտ մշտական հնչում է։ Եվ դրա հիմքի վրա է, որ ես սովորաբար ասում եմ, որ եթե կրոնականությունը իր մեջ չի պարունակում հրաժարվածների դաս, այդպիսի հոգևոր կյանք, այդպիսի հոգևոր ճանապարհը ինքը շնչող չի։ Այսինքն ինքը նյութական աշխարհից դուրս բերող չի։ Ինքը սահմանափակված է նյութական աշխարհով։ Հա, հիմա տեսանք, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը մի հետաքրքիր գաղափար առաջ քաշեց։ Ինքը ասեց, իրականում որ ընդհանրապես ոչ մի կապ չունի, որտեղ եթե դու ճիշտ ես զբաղվում նվիրված ծառայությամբ, դու ինքնըստինքյան դառնում ես իմաստուն։ Եթե դու ճիշտ ես զբաղվում իմաստություն զարգացնելով, ապա դու գալիս ես նվիրված ծառայության։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչի մասին է այստեղ խոսքը։ Եթե ազնվորությունը ինքը ճիշտ գիտելիք է զարգացրել, չէ, դա որն է։ Դա նա է, որ ինքը նայելով այս աշխարհին հասկանում է, որ այս աշխարհը ինքը այն կարգի է կարգավորված, որ հնարավոր չի, որ կարգավորումը կարող է լինել միայն բանականության արդյունք։ Եվ սա նշանակում է, որ այս ամբողջ համակարգը մտածել է ինչ որ մեկը։ Մենք կարող ենք ասել, վայ, ինչ եք ասում, ինչպես, բան։ Իսկ ես հարց կտամ, իսկ ո՞նց է մարդը օրինակ, հենց հիմա այս պահին ստեղծել արհեստական բանականություն։ Կամ ո՞նց է ինքը ստեղծել այս իրը, չէ՞ որ սա էլ է, չէ՞, արդեն մարդու կողմից ստեղծված կարգավորվածություն։
Այլ որ ինքը վերցրել է տարբեր էլեմենտները եւ ստեղծել է այդ էլեմենտների միջև նոր հարաբերություն։ Չէ, տեսեք, այդ ցանկացած բան, որը մենք ձեռք տանք, որը ինքը ինչ-որ մի կարգավորություն ունի, մենք միանգամից տեսնում ենք, որ այդտեղ բանականություն է կպել։ Եվ հիմա Տեր Քրիստոսն ինքը դա է ասում, որ եթե դու իրապես գնաս իմաստության հետևից, ամենակարևոր մակրոանալիզը, ամենակարևորը, որ դու հասկանալու ես, դա նա է, որ նյութական աշխարհը կարգավորված է։ Իսկ եթե ինքը կարգավորված է, դա նշանակում է, որ ինքը ինչ-որ մեկի կողմից նախատեսված է, ստեղծված է։ Օրինակ ասենք, ինչպես համակարգչային խաղերը։ Չէ՞ որ համակարգչային խաղերը այնտեղ մի ամբողջ աշխարհ է, չէ՞ նկարագրված։ Մենք ինքներս ամեն վայրկյան հիմա զբաղված ենք, հատկապես այն պահից, երբ որ կա ինտերնետը, մենք ինքներս հիմա մշտական զբաղված ենք ինչ-որ իրականություն ստեղծելով, որը ինչ-որ օրինաչափությունների է ենթարկվում, չէ՞։ Եվ դա միշտ այդպես է, որ եթե կա սիստեմա, ինքը խոսում է բանականության մասին, որը այդտեղ գործ է արել։ Հա, եւ դրա համար Տեր Քրիստոսն ասում է, եթե դու իրապես զբաղվես մտորումներով, դու անպայման կգաս իմ այդ կարծիքին, որ ես կամ։ Իսկ եթե ես կամ, ես անձնավորություն եմ։ Եվ ինքնըստինքյան դու մտածելու ես, թե բա եթե ես կամ ինքը կամ, մենք ինչ հարաբերությունների մեջ ենք։ Հա, եւ այդտեղ քո առաջ սկսելու է բացվել մի ուրիշ գիտելիք։ Հիմա հակառակը։ Ինքը ասում է, եթե դու ինձ ծառայում ես, դու ինքնըստինքյան տեսնելու ես իմ զորությունը եւ հետեւաբար դու տեսնելու ես, որ այդ զորության հիմքի վրա է, որ ես կազմակերպել եմ նյութական աշխարհը այսքան կարգավորված, որ դա եղել եմ հենց ես։ Ուրեմն դու որ ծայրից էլ մոտենաս, եթե գրագետ ես մոտեցել, այն մյուս process-ի արդյունքը անպայման ունենալու ես։ Չէ՞։ Այսինքն այս տեքստում Տեր Քրիստոսն ինքը քննարկեց Սանքիայի, այսինքն փիլիսոփայության եւ նվիրված ծառայության, այսինքն բակցի մակարդակները։ Հիմա Սանքյան, ինչ է նշանակում Սանքյան։ Սանքյա դա ուրեմն հենց այդ process-ն է, երբ որ կենդանիակը ինքը մտածում է նյութական աշխարհի շուրջ եւ հասկանում է, որ ասենք այն նյութական աշխարհը ինքը ինչ կարգի է կազմակերպված։ Հասկանում եք։ Չէ՞։ Օրինակ ես որ անկեղծ ասեմ, ես պից զարմանում եմ, թե ինչպես են գիտնականները, ասենք քիմիկոսները հատկապես, չէ, որոնք իրենք ասենք ուսումնասիրում են, բիոլոգները, որոնք իրենք ուսումնասիրում են, չէ, ասենք այդ կենդանիակը որպես սիստեմա։ Ոնց կարելի է մտածել, էլի, որ այդքան մտածված սիստեմա, հատկապես երբ որ հայտնաբերվեցին բանի, ասենք DNK-ի հետ, էլի հայերեն չգիտեմ կներեք, հա, այդ DNK-ի հետ կապված խոսակցությունները, չէ։ Երբ որ մարդը ինքը ուղղակի պարզորեն տեսավ, որ այ կա մարմին եւ այդ մարմնի մեջ կա ինչ-որ մի հատ երևույթ, չիպի նման, որտեղ գրանցված է այդ մարմնի, նրա ճակատագրի, նրա բնավորության, նրա ամեն ինչի կոդերը։ Ոնց կարող էր այդպիսի բան ինքը իրան լինել։ Եվ դրա համար ես միշտ զարմանում եմ, որ գիտնականները իրանք չեն դառնում հոգևոր մարդիկ։ Հասկանում եք։ Հիմա մենք դες հետ շատ խոսացել ենք, որ արիացիների սուրբ գրվածքները իրանք ունեն շատ բարդ կառուցվածք։ Այսինքն արիացիների հոգևոր կյանքը ինքը բաժանվում է տարբեր փուլերի։ Մեր ժամանակներում այդ փուլերը ներկայացվում են որպես տարբեր իրարից անկախ հոգևոր ճյուղեր։ Իրականում այդպիսի process չկա։ Սա մի աստիճան է։ Երբ որ հոգևոր կյանքը ինքը սկսվում է կարմա յոգայից, այսինքն նրանից, որ կենդանիակը ինքը բերում է գերագույն աստվածավորության կամքի հետ համահունչ ուրեմն վիճակին իր գործունեությունը։ Դա կոչվում է բարոյականության օրենքներ։ Հա, կարգավորիչ օրենքներ։ Հիմա հաջորդը դա ուրեմն գյանան է, որտեղ կենդանիակը ինքը կապում է գերագույն աստվածավորության հետ իր արժեքային համակարգը։
Հա, այստեղ է որ գիտելիքը ինքը ծնում է հրաժարում։ Դհյանա յոգան է հաջորդ աստիճանը, որտեղ կենդանիակը ինքը Գերագույն Աստծո հետ է կապում իր կենտրոնանալու ունակությունը։ Հա, տեսեք, մենք ունենք կոպիտ մարմին, ստիպում ենք, որ ինքը ինչ-որ պահելաձև ունենա, ըստ Աստծո օրենքների մենք մարմինը կապեցինք Աստծո հետ, այսինքն գործողությունները կապեցինք Աստծո հետ։ Մենք ունենք արժեքային համակարգ, չէ՞, բանականություն։ Հաջորդ փուլում մենք Աստծո հետ կապեցինք բանականությունը։ Դա բերեց մեզ ազատագրման։ Ազատագրման վիճակում մենք մեր կենտրոնացումը թեքեցինք դեպի Աստված եւ խորացանք այդ կենտրոնացման մեջ, Աստծո մեջ, որպեսզի կարողանանք անցալել, թե ինչպիսի հարաբերություններ կարող ենք ունենալ, դա դհյանա յոգան է, հա, եւ բhakti յոգան է։ Հիմա տեսեք այդ սուբ գրվածքները, երբ որ մենք Բhagavad Gita-ն էինք ուսումնասիրում, մենք ձեզ հետ խոսեցինք այնտեղ, որ ինքը Բhagavatam-ը, ինքը ասում է, որ Վյասադևան ինքը գրանցեց բոլոր բաները, այդ կարմա յոգա, գյանա յոգա, դհյանա յոգան գրանցեց եւ կանգնեց։ Կանգնեց, ժամանակի ընթացքում ինքը ապրեց անհանգստություն, չբավարարված վիճակ եւ սկսեց մտածել. եթե ես իմ գործը լրիվ ավարտել եմ, ինչու եմ չբավարարված։ Որովհետև բավարարվածության զգացումը ինքը գալիս է, երբ որ կենդանիակը ավարտել է իր նախասահմանումը։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն այստեղ ինքը շատ կարևոր գաղափար է, որ բhakti-ն ինքը չի ասվել։ Եվ մենք տեսանք Բhagavatam-ով, ովքեր որ լսում են Բhagavatam-ի դասընթացները նույնպես, որ ինքը Բhagavatam-ը ինքը ներկայանում է այդպես, որ Վյասադևան ինքը ունեցավ անհանգստության զգացում, չբավարարվածության զգացում, ինքը սկսեց մտածել, ի՞նչն եմ թողել կիսատ։ Հա, եւ երբ որ ինքը սկսեց մտածել, թե ես ինչն եմ թողել կիսատ, ինքը եկավ այդ հասկացողության, որ ես կիսատ եմ թողել, որ բhakti-ն չեմ նկարագրել։ Այսինքն այն, որ կենդանիակը ինքը ասես գնացինք, չէ, եկանք, նկարագրեցինք, որ դհյանա յոգայի մեջ սամադհի ժամանակ կենդանիակը հայտնաբերում է իր սրտի մեջ Աստծուն։ Հա, եւ համարում է դա կատարելություն, շո դե Աստծուն կտա, էլի չէ պետք։ Բայց այդտեղ Վյասադևան ինքը անհանգստություն ունեցավ եւ իր մոտ եկավ իր հոգեվոր ուսուցիչը Նարադան, ով ինքը հենց բhakti յոգան է։ Հա, եւ ինքը եկավ ասեց դու ամեն ինչը նկարագրել ես, բացի ինձանից։ Մենք այն ժամանակ քննարկեցինք, որ Վյասադևան ինքը չի գրանցել միանգամից բhakti յոգան, որովհետև արյական քաղաքակրթության մեջ բhakti յոգան ինքը տրվում էր միայն բացառապես այն յոգերին, որոնք իրենք իրականացրել էին իրենց սրտի մեջ գերհոգուն, այսինքն որոնք հանդիպել էին Աստծուն եւ հիմա եկել էր այն ժամանակը, որտեղ իրենց պետք է տեղափոխվեր այն գիտելիքը, թե ինչպես է պետք, ինչ է կարելի ընդհանրապես իրեն թույլ տալ Աստծո հետ հարաբերությունների մեջ։ Եվ այդտեղ Նարադան ասեց ոչ, գրանցի այդ գիտելիքը։ Դա դարձավ հիմք, որ հետագայում գիտնականները, որոնք իրենք ուսումնասիրում են Բhagavatam-ը, իրենք ասում են, այո, Բhagavatam-ը ինքը գրվել է մնացած վեդայական գրականությունից ուշ։ Եվ չեն էլ ուզում նկատել, որ հենց ինքը Բhagavatam-ը իր մասին ասում է, այո, ես գրվել եմ ուշ։ Հա, բայց իրանք ինչ են մտածում։ Իրանք մտածում են, որ այն ազնվորությունը, որը ինքը գրանցել է Բhagavatam-ը, իր անունը նույնպես եղել է Վյասադևա։ Կամ էլ ինքը կեղծել է իր անունը։ Հա, ուրեմն դա եղել է կեղծարար, որը ինքը բան է արել, ինչու համար, որովհետև Բhagavatam-ը գրված է ավելի ուշ, քան այն մնացած հոգևոր բաժինները, որոնք իրենք կոչվում են Վեդանտա, կներեք Վեդաներ, 4 Վեդաները, Ուպանիշադները եւ Վեդանտան։ Հասկանում եք, այսինքն ինքը շարանը ինքը եղել է այսպես, գիտնականները հետև մտնում են այդպիսի կարծիքով, հոգևորներն են մտնում այդպիսի կարծիքով, ինչի համար, որ արժե զրկեն բhakti-ն։ Ինչու համար, ինչից է գալիս այդ ցանկությունը արժե զրկել բhakti-ն, որովհետև բhakti-ն ինքը խոսում է նրա մասին, որ ես կախված եմ։
Հասկանում եք, որ ես կախված եմ, որ Գերագույն Աստծո անձնավորության կամքը ինքը կարևոր է։ Եվ այլն, չէ, եւ քանի դեռ դու չես հանդիպել Գերագույն Աստծո անձնավորությանը, ու չգիտես, թե ինչպիսի երանություն է իր հետ հարաբերություններ ունենալը, դու վախենում ես այդ գաղափարից։ Ինչու՞ համար, որտեղ քո գլխի մեջ հարաբերությունները դա է, ինչ որ տեղի ունի նյութական աշխարհում։ Իսկ նյութական աշխարհում ով հարաբերություն ունի, նա ստրկացնում է։ Դրա համար կենդանիակը միշտ ցկտում է ազատ լինել, չէ՞։ Եվ դրա համար է, որ այդ անցումը նյութական աշխարհից դեպի հոգևոր լույսը կոչվում է ազատագրում։ Հասկանում եք։ Ազատագրում ինչից։ Նյութական աշխարհի տառապանքներից եւ նրա ժամանակավորությունից։ Չէ՞։ Եվ հիմա ուրեմն այդ հանգամանքը, չէ, որ Բաքսինիքը չի նկարագրվում այն ամբողջ գրականության մեջ, որը կոչվում է շաստրաներ, այսինքն արիացիների սուրբ գրվածքներ, Բաքսինիքը միշտ արհամարվում է։ Բայց չէ որ այդ նույն Վեսադևան գրանցել է նաև Մահաբհարատան։ Եվ Մահաբհարատայում Բաքսին ինքը ունի իր ուրույն եւ արժեքավոր տեղը։ Հասկանում եք։ Հիմա ուրեմն մենք պետք է հասկանանք, որ այդ հանգամանքը, որ Բաքսինիքը արհամարվում է, հիմա Գերագույն Աստծո անձնավորությունը այստեղ իրականում իր տեղն է դնում։ Տեղն է դնում Աստծո հանդեպ նվիրված ծառայության գաղափարը։ Ուրեմն Սանքյա յոգայի process-ը ընթանում է մտքի մակարդակ։ Այսինքն կենդանիակը ինքը իր մտքով խորասուզված, կենտրոնացած է հոգևոր թեմաների վրա։ Հա? Հիմա այդպիսի անձնավորությունները իրանք ունեն շատ յուրահատուկ կենցաղ, դա յոգան է։ Երբ որ անձնավորությունը ինքը եւ իր զգայարաններն են пассив եւ իր խոսքը, ինքը ոչ խոսում է, ոչ գործում։ Չէ՞։ Եվ пассив իրավիճակում լոտոսի պոզայի մեջ նստած Այսպես միտքը խորասուզված է հոգևոր թեմաների մեջ, չէ՞։ Այսինքն այդ իր միտքը ինքը իրականում զբաղված է հետազոտություններով, որտեղ արժեքային համակարգի մեջ այդպիսի կենդանիակը իր անցյալ կյանքերում յանայի մեջ արդեն իրականացրել է, ինքը հասկանում է, որ ինքը նյութ չի։ Հիմա մնում է, որ ինքը գործնականորեն հայտնաբերի իրեն որպես հոգի, եւ այդ process-ը ինքը հենց նա է, ինչ որ մենք սովորաբար կոչում ենք յոգա։ Յոգայի հոգևոր նպատակը հոգուն հայտնաբերելն է, այլ ոչ թե միտքը հավասարակշռության եւ խաղաղության մեջ բերելը։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա ուրեմն այդ անձնավորությունը, որը ինքը կարողանում է այդպես խորանալ որպես մեդիտացիայի օբյեկտ ինքը իր մեջ, այնտեղ հայտնաբերում է գերհոգուն։ Իսկ գերհոգին ինքը անհատականություն է, չէ՞։ Եվ անհատականություն ինքը անմիջապես նշանակում է, որ իր հետ կարելի է ինչ-որ փոխհարաբերություններ ունենալ, այդ փոխհարաբերությունների մեջ մտնել, չէ՞։ Եվ յոգի հետ նման կերպով հարաբերությունների մեջ մտնելով, չէ, մենք տեսնում ենք, որ յոգը ինքը նորից, բայց արդեն իր հոգևոր մարմնով սկսում է ակտիվացնել իր խոսքը եւ զգացմունքներն ու գործողությունները։ Հիմա, իսկ ինչ է նշանակում կարմա յոգա։ Կարմա յոգան ինքը դա մի process է, որտեղ ներգրավված են եւ միտքը, եւ խոսքը, եւ զգայարանները։ Այսինքն բոլորը գտնվում են ակտիվ վիճակում։ Եվ սովորական, ասենք սովորաբար, մարդիկ իրանք տեսնում են, որ նվիրալները կամ Աստծո ծառաները իրանք շատ ակտիվ վիճակում են գտնվում։ Հա, բայց ասենք ակտիվ են, բայց միայն Աստծո հետ կապված իրադրություններով։ Այսինքն իրենք մարմնով գործում են Աստծո համար։ Խոսքը նվիրված է Աստծուն գովերգելու ուրեմն գործընթացներին, հա։ Իրանց ներքին մտքերի մեջ իրանք ունեն միայն Աստծո հետ կապված ցանկություններ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն այդպիսի անձնավորություններ իրանք շատ ակտիվ են։ Եվ դա բերում է այն
գաղափարին, չէ, որ նվիրված ծառայությունը ինքը նախատեսված է քիչ զարգացած անձանց համար։ Այսինքն մարդը ինքը չի կարողանում այնպես ղեկավարի իր մարմինը, որ տասնյակ տարիներ սամաթի մեջ նստած մնա։ Հա? Մարդը ինքը չի կարողանում ղեկավարի ինքը իր լեզուն, ուրեմն այնքան, որ օրինակ յոգի պես տասնյակ տարիներ ոչ մի բառ չարտասանի։ Չէ՞ որ խոսալու կարիքը ինքը դա խոսում, մենք խոսքի միջոցով, մենք երկու ձև ունենք, չէ՞ արտահայտելու մեր, ասենք, էմոցիան, դա խոսքն է, այսինքն ձայնը եւ հայացքը։ Եվ մարդիկ իրանք սովորաբար մտածում են, որ եթե Աստծո նվիրալները իրանք ոչ խոսք, ոչ դադարում են խոսալ, ոչ էլ դադարում են շարժվել, դա նշանակում է, որ բակտի յոգան ինքը նախատեսված է պրիմիտիվ թույլ կենդանի էակների համար։ Որևիցե մեկը փորձի գործել միայն Աստծո համար, խոսել միայն Աստծուց, հիշել միայն Աստծուն և ցանկություններ ունենալ միայն նրան բավարարելու թեմաներով։ Երբ որ որևիցե մեկը դա կփորձի անել, ինքը կհասկանա, թե այս տեքստը ինչի մասին էր։ Եվ ինչու Տեր Քրիստոսն ինքը հրաժարումը այդպես հստակ և վստահ դրեց նույն կշեռքի մեջ, ինչպես որ այն կենդանի ակներն են, որոնք իրանք խոսում, գործում և մտածում են միայն Աստծո հետ։ Հա? Որովհետև յոգա բառը նշանակում է կապ Աստծո հետ։ Եվ յոգը ինքը մեդիտացիայի և սամաթիի միջև ձգտում է այդ կապը ռեալ վերականգնելու։ Իսկ այն կենդանիակները, որոնք իրենք գործում են Աստծո համար, խոսում են Աստծո մասին և ցանկություններ ունեն միայն կախված Աստծո հետ, նրանք հասել են նրան, ինչին որ ձգտում է յոգը։ Հասկանում եք։ Եվ իրականում, ասեք, եթե անձամբից հարցնեին, չէ՞, Տեր Քրիստոսն այստեղ համեստություն է անում։ Իրականում, եթե մենք ուշադիր լինենք, չէ, Տեր Քրիստոսն ինքը միշտ մի ալգորիթմով է խոսում։ Երբ որ ինքը պիտի ինչ-որ մի գաղափարը առաջ տանի, հա, բայց գիտի, որ այդ թեմայի շուրջ արդեն մի հատ այլ կարծիք կա ձևավորված, չէ, ինքը անում է այսպես, ինքը սկզբից վերցնում է այդ այլ կարծիքը, եթե նկատեցիք, հա, ինքը վերցնում է այդ այլ կարծիքը և այնպես է քննարկում այդ այլ կարծիքը, որպեսզի դիմացինը հասկանա, որ այն ինչի մասին, որ ինքը հիմա պիտի խոսա, ինքը հասկանում է, հա, որպեսզի դիմացինը հասկանա, օրինակ, եթե ինքը խոսում է գյանը, եթե կա գյանը, հա, և ինքը պետք է ցույց տա, որ գյանայի հանդեպ բակտին առավելություն ունի, չէ՞, ինքը ինչ է անում, ինքը սկզբից վերցնում է գյանան, սկսում է գյանան նկարագրել, այնպես, որպեսզի գյանայով զբաղվող ինքը հասկանա, որ հա, Քրիստոսն ինքը կատարյալ կերպով հասկանում է գյանայի սկզբունքները, չէ՞։ Հետո ինքը անում է հաջորդ քայլը, ինքը վերցնում է բակտին, բերում է դնում է գյանայի կողքը և սկսում է քննարկել նմանությունները իրար միջև։ Այդտես գյանայի մեջ սա կա, չէ՞, հա, դու քո համար սա է, չէ՞, դանք, տես կա, չէ՞, հայմա նայի բակտի մեջ էլ կա։ Սա կա, բակտի մեջ էլ կա։ Սա կա, բակտի մեջ էլ կա։ Եվ երբ որ ինքը այդպես տանում է այդ գաղափարով, որ դու համոզվես, որ այն ամեն ինչ, որ քո համար թանկ է գյանայի մեջ, գիտելիքի մեջ, կա նաև նվիրված ծառայության մեջ, չէ՞, դու ընկալեցիր այս երկու բաները իրար հոգեհարազատ են։ Ու մեկ էլ Քրիստոսն անում է հաջորդ քայլը։ Ինքը ասում է, բայց նայի այստեղ էսի կա, իսկ ստեղ չկա։ Այսինքն, այն պրոցեսը, որով դու էիր գնում, հա, քեզ թվում էր, որ ինքը միակն էր, բայց կա մի պրոցես, որտեղ եթե դու ուշադիր նայես, դու կտեսնես, որ այն ամեն ինչ որ կա այստեղ, կա այստեղ։ Բայց եկավ այդ հարազատությունը եկավ, մեկ էլ հոպ,
Սա թռավ առաջ եւ պարզվեց, որ ինքը իր մեջ մի բան ունի, որը այստեղ չկա։ Որն է դա։ Աստծո հետ կապից ուրախությունը։ Իսկ իմաստունը ինքը միշտ միայնակ է։ Լուսավորված է, բայց միայնակ է։ Եվ ինքը չգիտի, թե այդ լուսավորվածության հետ ինչ անի։ Հասկանում եք, իսկ նվիրյալը, այսինքն նա, որ արդեն Աստծո հետ հարաբերությունների մեջ է եւ գործում է եւ խոսում է եւ ցանկություններ ունի միայն կապված Աստծո հետ, ինքը իրականում գտնվում է կատարելության մեջ եւ ունի այդ ուրախությունը։ Հասկանում եք։ Ուրեմն Տեր Քրիստոսն ինքը հիմա դրեց հավասարության նշան։ Ասեց նա, որ գիտելիքով է զբաղված, ինքը գալիս է այստեղ, ստանում է այն արդյունքը, նա, որ նրանով է զբաղված, ինքը ստանում է այս արդյունքը, չէ՞։ Բայց մենք պետք է հասկանանք, խելացի մարդը իրականում ինքը միանգամից պիտի հասկանա, չէ՞, որ եթե կա երկու ճանապարհ, չէ՞, դա նշանակում է, որ միևնույն է այդ ճանապարհների մեջ ինչ որ մի հատ տարբերություն պիտի լինի։ Այս պահին Քրիստոսն ինքը շեշտեց միայն արդյունքները։ Ինքը ասեց զբաղվում ես սրանով, ստանում ես եւ սրա արդյունքը եւ սրա, զբաղվում ես սրանով, ստանում ես եւ սրա արդյունքը եւ սրա։ Բայց եթե արդյունքները, եթե դա ընդհանրապես նույն բանն է, ինչու համար, օրինակ ասենք, որն է իմաստը, էլի, չգիտեմ, այ ենթադրենք ես պիտի գնամ, չգիտեմ, Երևանից Մոսկվա։ Եվ կա մի հատ ճանապարհ, որը տանում է Երևանից Մոսկվա, եւ ես պատրաստում եմ մի հատ էլ ճանապարհ, որը նորից տանում է Երևանից Մոսկվա, առանց ոչ մի տարբերության։ Դա իմաստը ո՞րն է այդ ծախսերը անելու։ Հասկանում եք, իսկ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ահավոր պրագմատիկ է։ Ինքը ոչ մի բանը հենց այնպես չի անում։ Հասկանում եք։ Եվ դա նշանակում է, որ կա ինչ-որ մի առավելություն։ Կա ինչ-որ մի առավելություն, որը այդ ճանապարհը դարձրեց երկու հատ։ Որտեւ եթե արդյունքը ինքը լիովին նույնը լիներ, դա միանշանակ կնշանակեր, որ երկու ճանապարհի ոչ մի անհրաժեշտություն չկա։ Թե? Եվ եթե մենք ասենք մի քիչ բանանենք, ուշադիր լինենք, չէ՞, եթե մենք պրոստո որտեղ մենք այդ դաշտի հետ այդքան չենք շփվում, չէ՞, բայց եթե մենք մտնենք արիացիների գաղափարախոսության հետևորդների մեջ, մենք կտեսնենք, որ այնտեղ իրականում, այո, տրանսցենդենտալիստները իրանք բաժանվում են երկու ճամբարի, հա? Եվ նրանք, ովքեր որ գնում են Սանքիայի ճանապարհով, այսինքն բանականության, մտքի, բանի, չգիտեմ ինչ, իրանք միշտ համարում են, որ բաքտին ինքը սենտիմենտալիստների համար է, կարմա յոգան ինքը ավելի ցածր ճանապարհ է։ Ինչու համար, որտեվ նախատեսված է, ինչպես ես արդեն ասեցի, այն անձնավորությունների համար, որոնք ի վիճակի չեն կառավարելու իրենց զգացմունքները, ուրեմն դա անպայման պիտի ինչ-որ մի բանով զբաղվեն եւ կոպիտ ասած Աստված այն խաղալիքն է, որ իրանց տալիս են, որ իրանք զբաղվեն, որպեսզի կարողանան իրենց ղեկավարել, չէ՞։ Բայց իր հերթին այդ պերսոնալիստները, այսինքն բակտաները, նրանք ովքեր որ Գերագույն Աստծո անձնավորության հետ հարաբերություններ ունեն, իրանք էլ համարում են, որ հակառակը, ուղղակի հակառակը։ Իրանք համարում են, որ եթե Աստված քեզ տվել է մարմին, որի մեջ կա զգայարան, լեզու եւ միտք, բանականություն, ապա քո այդ բոլոր բաները իրանք պետք է զբաղված լինեն Աստծո հետ հարաբերությունների մեջ։ Հիմա այստեղ մի հատ շատ կարևոր ճշտում կար։ Ճշտումը դա նա էր, որ Տեր Քրիստոսն ասեց, նա ով իրականում կամ ամբողջությամբ ընտրում է այս ճանապարհներից մեկը, ձեռք է բերում երկուսի արդյունքը։ Հա? Եվ որ ինքը ասում է ամբողջությամբ, հա, դա արդեն այ բառը ինքը որ շեշտեց, դա նշանակում է, որ իրականում այս թեմայում կա խնդրեմ։ Այսինքն եւ Սանքյան, եւ կարմա յոգան կարելի է վերցնել ոչ ամբողջությամբ։
Եվ այդ ժամանակ, այո, արդյունքները իրանք լինում են տարբեր։ Եվ այդտեղ կարող է այնպիսի խնդրահարույց տարբերություններ լինի, որ ասենք Սանկյան ինքը երևա ավելի առավել։ Հասկանում եք։ Բայց այստեղ այդ բան էլի, ключевое слово, այդ շատ մեծ նշանակություն ունեցող խոսքը այդ ամբողջությամբ է, որտեղ ինքը այստեղ հատուկ նշանակություն ունի։ Այսինքն նա, ով ամբողջությամբ չի անցնում գիտելիքի ճանապարհը, վերջում չի հայտնաբերում, հասկանում եք, ոչ իր հոգևոր էությունը, ոչ էլ գերագույն Աստծո անձնավորությանը։ Հա? Եվ հակառակը, նա, ով ամբողջությամբ չի անցել կարմա յոգայի ճանապարհը, այդպես էլ չի հաստատվում, ասենք, իր հոգևոր պրակտիկայի մեջ, թեկուզ եւ թվում է, որ ինքը զբաղվում է Տիրոջը ծառայությամբ։ Այս ոչ ամբողջական իրականացումը ինքը բան է, էլի, վերջնականում տալիս է տարբեր արդյունքներ եւ կենդանիակները իրանք այդտեղ խճճվում են։ Բայց եթե կենդանիակը ինքը ամբողջությամբ լիակատար զբաղվում է այդ պրակտիկայով, արդյունքները լինում են նույնը։ Հասկանում եք։ Հիմա եթե ես հասկանում եմ, որ հիմնականում ինձ լսում են մարդիկ, որոնք իրենք ընդհանրապես տեղյակ չեն ինչ է նշանակում Սանկյա յոգա, ինչ է նշանակում կարմա յոգա, հա, բայց եթե ասենք Սանկյան ինքը այդ է մտորումների միջոցով հետազոտել նյութական աշխարհը, գալ հասկացողության, ինչպես է այն կառուցված, գալ այդ հասկացողության, հիմա այսպես, ես չեմ կարող հոգի չլինել, հա, այ որ այդպես, այ ամազնավորությունը ինքը գալիս է այդ գաղափարին, որ ես այս աշխարհից չեմ իրականում, իմ բնությունը ինքը հակասում է այս աշխարհի իրականություններին, դա, հա, եւ սա Սանկյայի կատարելությունն է, որից հետո կենդանիակը ինքը արդեն գնում է նրա հետևից, որ հայտնաբերի իրան որպես հոգի, հասկանում եք, արիացիները իրանք շատ պրակտիկ են, իրանք իրենց առաջ դնում են պրակտիկ խնդիրներ եւ պրակտիկ կերպով փորձում են այդ խնդիրները լուծել, հասկանում եք, հիմա, տեսեք ուրեմն, այ երբ որ մենք խոսում ենք նվիրած ծառայություն կատարողների եւ բաների միջև, տարբերության միջև եւ Սանկյայի, ապա մենք կարողանում ենք հասկանալ, որ նրանք ովքեր որ մտորումների ճանապարհով են գնում, չէ, իրանք հրաժարվում են գործունեությունից հանուն նրա, որպեսզի կարողանան լուրջ եւ կենտրոնացած մտածեն։ Ինչու՞, որտեվ այ իրանց մտածելու process-ից է կախված, թե իրանք կգան ճիշտ հասկացողության, թե չէ։ Իսկ նվիրալները, Աստծո նվիրալները, իրենք հենց ամենասկզբից կապում են իրենց կատարյալ անձնավորության հետ։ Եվ այդ կատարյալ անձնավորությունը ինքը ասում է, թե զգայարանները ինչով պիտի զբաղված լինեն։ Եվ դրա համար պերսոնալիստներ իրանք ասում են, մենք հենց սկզբից հաստատվում ենք կատարելության մեջ, որովհետև մեր եւ զգայարանները, եւ միտքը, եւ բանականությունը, իրանք բոլորը եւ հոգին ներգրաված է կատարելության մեջ, Աստծո կամքը կատարելու։ Հա? Տեսեք, անցյալ կյանքում Տեր Քրիստոնիկը ասեց, երկու ճանապարհն էլ նպաստում են ազատագրմանը։ Եվ այո, այդ առումով այդ գործընթացները իրանք հավասարազոր են։ Բայց եթե մենք արդեն ուշադիր ենք նայում, թե այ որտեղ ինքը, որտեղ բակցին առաջ թռավ, չէ՞, այ ինչ ինքը չունի, ինչ չունի մտորումների process-ը, ապա այստեղ կարողանում ենք տեսնել, որ եթե երկու ճանապարհներն էլ իրանք նույնը լինեին, երկու գործընթացի իմաստ չէր լինի, հա, եւ ուրեմն թե տարբերությունը որն է, դա ինքը կայանում է նրա այստեղ այս տեքստում դեռ որ Շի Քրիշնան ինքը հավասարացրեց,
Դրա համար մենք հիմա առաջ չենք ընկնի, այսինքն ինքը ասեց, ամբողջության խոսքը այստեղ շատ կարևոր էր, ինքը ասեց, որ նրանք, ովքեր ամբողջությամբ ներգրավվում են մտորումների process-ում, ինչ են անում, իրանք վերջում հայտնաբերում են իրենց որպես հոգի եւ հայտնաբերում են գերհոգուն իրենց սրտի մեջ նստած։ Ինչի մասին են սկսում մտածել, իսկ ինչպես ենք մենք հարաբերվում։ Հիմա ես եմ անձնավորություն եւ իմ առաջ կանգնած է Աստված։ Մենք ինչ հարաբերություններ կարող ենք ունենալ։ Հա? Հաջորդ երկրորդները, իրանք միանգամից գիտակցում են կամ ես, կամ կա Աստված, Աստված ջան, կոպիտ ասած, ինչ ես ուզում, որ ես անեմ, ինչպես ես ինձ պահեմ, Աստված ասում է, ուրեմն մարմնով գործում ես այսպես, խոսքով ասում ես այսպես, միտքս զբաղված է լինում այսպես, եւ երկուսդ էլ ազատագրվում եք նյութական աշխարհից։ Այսինքն գաղափարները բերեց եւ հավասարացրեց։ Կարծում եմ, որ հաջորդ տեքստերում Տեր Քրիստոն ինքը արդեն կխոսի այդ երկու process-ների մեջ, թե ինչն է все-таки տարբերությունը, որովհետեւ մենք արդեն խոսեցինք, որ եթե դա ընդհանուր ինչ-որ մի իրար բացարձակապես նման process-ներ են, ապա ոչ մի իմաստ չուներ երկու այդպիսի process նախապատրաստելը։ Իսկ եթե նույնիսկ ասենք իմաստուներ, հաշվի առնելով, որ ինչ-որ մեկը ինքը զգայարանների հիմքի վրա ասիկի չի կարողանում չգործել, չխոսել եւ այլն, իսկ մյուսը կարողանում է, ապա ինքը process-ը իրականացման ձևը ինքը առավելություն չի տալի։ Ուղղակի ինչ-որ մեկի համար հարմար է այնպես, մյուսի համար հարմար է այսպես, բայց արդյունքը իրանց մոտ լինում է նույնը։ Այսինքն արդյունքում իրանք դուրս են գալիս հավասար կենդանիակներ։ Եվ այստեղ ոչ մի գոռոզության թեմա բարձրացված լինել չի կարող։ Եվ ընդհանրապես ես կարծում եմ, որ օգտակար է հիշելը հոգևոր ճանապարհի մեջ որևիցե կետում, որևիցե թեմայով ունենալ գոռոզության սիմպտոմ, դա արդեն նշանակում է չլինել հոգևոր մարդ։ Ինչ process-ով էլ ուզում ես զբաղված լինեք։ Դա ընդամենը նշանակում է, որ ազնվորությունը ինքը գոռոզանում է, կամ նրանով, որ ինքը խելացի է, կամ նրանով, որ ինքը բանական է, կամ նրանով, որ ինքը զուսպ է, ասկետիկ է եւ այլն եւ այլն։ Եթե դա ծառայում է ընդամենը գոռոզությանը, ոչ մի նույնիսկ մի հատիկ հոգևոր արդյունք այդտեղ լինել չի կարող։ Նյութական արդյունքներ կարող են, եւ դա մենք կքննարկենք, թե ինչպիսի նյութական արդյունքներ կարելի է ստանալ հոգևոր կյանքում գոռոզության հիմքի վրա։ Այսօր այսքանը սիրելիներս, ստեսություն ձեզ։